Շարունակում ենք ծրագիրը եւ արդեն մեզ է միացել Արմեն Չիբուխյանը, բարի երեկո Արմեն։ Ես չգիտեմ, լսեցիք թե չէ, որ պարոն Սարոկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։ Ուրեմն երկար էր դա, ուրեմն չուզեցա մեր հեռուստադիտողներին ծանրացնել, բայց երկու բառով կասեմ, ուրեմն դատական ակտը չկատարելու համար իրեն հետապնդում հայտարարվել, ուրեմն իրեն կանչել էին հակակոռուպցիոն կոմիտե եւ ասել են, չգիտեմ որ թվին, որ Բուլղարիայում մի հատ բիզնես ունի, որ դա չես կարող բան անել, այսինքն արգելակման տակ է, ծախել կամ որևէ բան, եւ ինքը ինչ որ միջոցներով կարողացել էր դա շրջանցել եւ վաճառել այդ բանը եւ հիմա դրա համար դատարանի բանը չկատարելու համար հետապնդում։ Վաճառելը որ Քրիստոսի արձանը սարքի։ Երբ Պետք է իմանալ։ Այսինքն մենակ դրա համար կարելի է արդարացնել, որտեղ շատ բան նկատառումներով արել է։ Այո, չէ, իհարկե դա Իդեպ 2 միլիոնից ավել էր արժեքը գործարանի, ասեմ, սովորական գործարանի։ Դե հետարքիր է, չէ, որ կանչում, շատ հետարքիր է, որ կանչում ասում ես մի վաճառի, որտեղ կա արգելանքի տակ, դու բռնում արագ վաճառում ես, ասենք եւ այլն։ Բարձր արդեն էլ։ Դե հա, նորմալ է։ Հետո էլ մեծ Քրիստոսի արձանի նախաձեռնություն ես անում, որպեսզի շեղես ինչ անես, այսինքն տրամաբանությունը հա, ասեց մի հատ մեծ նախաձեռնություն ես անում, որ տեսեք, իրականում մեր բիզնես էլիտան լուրջ խնդիր ունի։ Մենք մեր երկրի զարգացման գեներատորը իրականում բիզնես էլիտան է, ոնց ուզում ես մեկնաբանի։ Բիզնես էլիտայի մակարդակից եւ որակից է կախված, որտեվ ով որ ունի ռեսուրս եւ քաղաքական եւ բիզնես ռեսուրս, նրանք են քո երկրի շարժիչ ուժը եւ այդ ռեսուրսը ձևավորվել է 30 տարվա ընթացքում, ուզես թե չուզես, այդ է ձևավորվել։ Հիմա տեսեք, ասենք, մենք գտնվում ենք արհեստական ինտելեկտի դարաշրջանում։ Մենք գտնվում ենք, չգիտեմ, արդեն կիբեր հանցագործությունների դեմ պայքարը, չգիտեմ, տեսակ Եվրամիությունը փող է հատկացնում, որպեսզի Հայաստանում այդ պայքարը տարվի, որպեսզի կիբեր պատերազմներին դիմակայի Հայաստանը եւ այլն, որը շատ վտանգավոր է այսօր, հա։ Եվ գիտես ինչ Արմեն տեղին հիշեցի, ես այդ մասին արդեն խոսեցի, առաջի անգամ ասում են Ռուսաստանից պաշտպանված անունով դա հետաքրքրական է, որ ինչ-որ արտասահմանյան կոնկրետ Ռուսաստանի անուն են տալիս։ Այո, հետաքրքրական է, որ այո, հենց ուղիղ նշվեց Կայա Կալասը, դե ինքը Կայա Կալասի լեզվի տակ ոսկոր չկա, ինչպես ժողովրդական լեզուն ասում է։ Ես ուրիշ բան եմ ուզում ասել, տեսեք, ես ինձ վրդովեցնում եմ փաստը, որ մենք իրոք բանը, տեսեք, մենք իրականում գտնվում ենք շատ խառը ժամանակաշրջան, որտեղ վաղը կարող է պայթի, հիմա այս ամեն ինչ որ տեղի անում, դա երրորդ համաշխարհային պատերազմի նախերգանքն է, այդ մասին խոսում են բոլոր եվրոպական լիդերները, գրեթե հիմնական եվրոպական լիդերները, այդ մասին խոսում են Միացյալ Նահանգների ղեկավարությունը երկար ժամանակ երրորդ համաշխարհային պատերազմի մասին։ Վաղը կարա պայթի ամեն ինչ, հա։ Մի քանի զեկույցներում վերջերս Ֆրանսիայի գլխավոր շտաբի պետ Մանդոնը, գլխավոր շտաբի պետ ելույթ ունեցավ Մանդոն ազգանունը ուրեմն մեծ ելույթով ունեցավ եւ պատրաստում է ժողովրդին, որ կարող է կորցնել իր զավակներին մի քանի տարի հետո, բայց դա գինը լինելու ուրեմն անկախության պայքարի եւ այսպես ասում է ազատ Եվրոպայի համար պայքարի։ Ասեմ, ինքը կանխատեսում որ 27 թվականին մեծ ռիսկ կա, որ Չինաստանը կմտնի Թայվան, Միացյալ Նահանգները կմտնի պատերազմի մեջ, որ Պուտինը հիմա ամեն ինչ անում է, որպեսզի ֆրացնի խափի, որպեսզի 30 թվականին եւ ՆԱՏՕ-ի երկրներից մեկի վրա հարձակվի, դա կարող է Բալթյան երկրները, դա կարող է Լեհաստանը, նայած Ուկրաինայի զարգացումներից, ինքը զգուշացնում է, որ մենք հիմա պետքա պատրաստ լինենք։ Ֆրանսիան վերականգնեց զինվորական ծառայությունը, որպեսզի հավելյալ մարդ գրավի, Գերմանիան վերականգնում է զինված ուժերը։ Մի խոսքով ամբողջ Եվրոպան, գիտեք, 1 միլիարդ, 1 տրիլիոն եվրոյի չափ մոտավորապես գումարը հատկացում, եւ ինչ է անում Գագիկ Ծառուկյանը, կառուցում է Քրիստոսի արձան։ Այն պարագայում, որ պատկերացրեք մի իրավիճակ, մենք գիտենք, որ Ադրբեջանը օրորի, ուրեմն այն օրը Թուրքիայից հայտարարություն եղավ, որ Ադրբեջանի զինված ուժերը շարունակում են զարգանալ, մենք բավարար ենք գնահատում եւ այլն։ Իրանք այդ հասարակ դոկտրինան վաղուց են հասկացել եւ օգտագործում են։ Տեսեք, եկեք մի հատ կներեք, էլի, որ սօրինակը բերում, բայց եկեք այս աշխարհում հիմա անկանխատեսել է ու ամեն ինչ է։ Պատկերացրեք քաոս է սկսում, պայթում է, Չինաստանը մտնում է Թայվան, որը ասում են ոչ թե ես, Մանդոնը, որ կարող է այդ ամեն ինչը վերածի քաոսի։ Հնդկաստան, Պակիստան լարվածությունը իրականում շարունակվում է։ Դուք երևի չգիտեք, բայց Պակիստանը մեղադրում է Հնդկաստանին Աֆղանստանի հետ կոնֆլիկտի համար, որ պրոքսի պատերազմ են վարում։ Հնդիկները արդեն ոչ թե իրանք ուղիղ Տրամպի որոշումից հետո, այլ աֆղանցիների միջոցով են պրոքսի պատերազմ վարում պակիստանցիների դեմ, որտեղ պակիստանյան Թալիբան կա, որը կապված է աֆղանստանյան Թալիբանի հետ եւ այլն։ Մի խոսքով խայտարակ լարված է Թրամփի ասած խաղաղությունները, դրանք հասկանում եք, չէ՞, այդ ինչ խաղաղություններ է։
Հիմա այս իրավիճակում փոխանակ Գագիկ Ծառուկյանը որոշի դառնա, ասեմ, որոշ մի ինտելեկտուալ նախաձեռնություն անի, բերի անօթաչուների գործարան բացի, պաշտպանության նախարարությանը առաջարկի ֆինանսավորել, որտեղ այսօր ամենաժամանակակից բանն է, հայ գյուտարարներին, չգիտեմ, դրսից հրավիրի մարդկանց բիզնեսմենը իր կարողություններով մի բան առաջարկի անի, որովհետև երբ որ դու կարողացում ես Քրիստոնի արձան, բայց այդ Քրիստոսի արձանը օդից պաշտպանված չի, եւ Աստված չանի, եթե մեծ պատերազմներ սկսվեց, իսկ Ադրբեջանը աճք ունի, մենք տեսնում ենք, ասենք, հա, որ թվականից աճք ունի Սյունիքի վրա, մենք անգամ տեսանք հրապարակված փաստաթղթերում 90 որ ոնց էր Քոչարյանից իրոք պահանջում Սյունիքը հանձնել սովետական կուլտուրայից եկող գիգանտոմանիակը ամեն ինչ ամենամեծ հիմա այդ արձանը, որ այս խառը ժամանակներում սարքում ես, որ ինչ որ քո մեղքերի թողությունը, մար չի լել դες բան մոռացեք, մեղքերի թողությունը տես չի լում, այդ ոչինչով չափածուցված բան է, անկալ կարող Անդր Շիրիմյան աշխարհը չկա, որը մեկ այդ մասին չգիտի, հասկանում եք։ Մի ասա տես բան Արմենը։ Այսինքն ես ուղղակի մի բան եմ ուզում հասկանամ, ինչի համար է այս աղմուկը, այսինքն տեսեք, ընդ որում դա կոպի է, դա կրկնօրինակ է բրազիլական արձանի, եւ դա չի բերելու մեծ տուրիստներ Հայաստան, որտեղ դրա օրիգինալը կա Բրազիլիայում, ով ուզենա Քրիստոսի մեծ արձանը տեսնի, կգնա Բրազիլիա կտեսնի։ Հայաստան եկող տուրիստը հա կարող է այդ կոմովանցիա ասի, ինչ լավ մեծ սիրուն արձան ու վերջ։ Դա չի դառնալու, որտեղ միշտ օրիգինալն է, չէ՞, առաջինն է եւ այլ այսպես շարունակ։ Եվ հանգամանքն էլ այդ ընդհանրապես Գագիկ Ծառուկյանը մի քիչ ասում է քրիստոնեության հետ կապված բազմաթիվ այդպես օվերդոզներով է, էլի հայտնի ասենք, էլի։ Ասում է հայ ժողովուրդը առաջի քրիստոնյա ազգն է։ Այդպիսի բան չկա, հայ ժողովուրդը առաջի քրիստոնյա ազգը չի, առաջինն ընդունել որպես կրոն, բայց այս հայ ժողովուրդը առաջի եթե Հիսուս Քրիստոսը հայ արի հարցը, կարող է ես չգիտեմ որ միգուցե ասենք 1 թվականից է, չէ՞ հաշվարկը տարվում, ասենք Հիսուս Քրիստոսի ծննդյան օրվանից։ Բայց այդ 300 տարի ուրիշ ազգեր չեն եղել, որ քրիստոնյա են եղել։ Մարդու ես հարցում, ամեն ես։ Չէ, ուզով ասեմ, տեսեք, այդեղ ռոմեական կայսրության մեջ է տարածվել շատ իմիջիալոց, ռոմեական կայսրության մեջ եղած ազգերի երկար հեթանոս ենք եղել, քան քրիստոնյա, չի որ։ Այո, ընդ որում միանգամից է չի տարածվել, հրով սրով է տարածվել քրիստոնեությունը։ Իհարկե բոլորը այն սուրը, որ սպանեց Դավաճան հորը։ Մինչև հիմա կան հեթանոսներ Հայաստանում, դա շատ դժվար process է եղել, եւ խոսելով, ասենք, տենց մենք առաջի քրիստոնյա, ով որ հայ չի քրիստոնյա չի, այսինքն Տիգրան մեծ, Արտաշես, հա, մոռացեք այդ պատմությունը կարա կտեղից ջնջեք ընդհանրապես։ 301 թվականից է սկսվում Հայաստանի պատմությունը։ Դե հասկանում եք մեր ողբերգությունը ինչու մակայանում ուղղակի։ Դա այո։ Արմեն։ Take it easy։ Մամես մտքով ասպարեկամ։ Դեռ չգիտեք, թե ինչպես կարող եք դիտել սիրված սերիալները առաջինը եւ դիտել այն որակով ու ամենուր։ Ինչպես բաժանորդագրվել Armflix հայկական էքսկլյուզիվ կինոպլատֆորմին։ Հետևեք մի քանի պարզ քայլերի եւ ստացեք հասանելիություն առաջինը դիտելու Armflix-ի բազմաժանր հայկական կինոարտադրանքը։ Քայլ առաջին՝ մուտք եք գործում armflix.com։ Քայլ երկրորդ՝ սեղմում եք բաժանորդագրվել կոճակը։ Քայլ երրորդ՝ ընտրում եք ձեզ համար ցանկալի բաժանորդագրման տարբերակը։ Քայլ չորրորդ՝ լրացնում եք քարտի տվյալները եւ գնում եք առաջ։ Իդեպ Armflix-ը կարող եք դիտել ամենուր եւ անսահմանափակ, ներբեռնելով նաեւ հավելվածը հեռախոսի եւ անմիջապես հեռուստացույցի վրա։ Դրանով իսկ կանեք ամենալավ նվերը ձեր ծնողների եւ տարեցների համար, որոնք չեն սիրում դիտել սիրված սերիալները համակարգչով։ Իսկ հեռուստացույցով սեղմելով մեկ կոճակ նրանց հասանելի է դառնում ողջ կոնտենտը։ Երիտասարդները Armflix-ի iOS եւ Android հավելվածների միջոցով կարող են դիտել դրանք ամենուր։ Իդեպ, մեկ գրանցված բաժանորդագրությամբ կարող եք դիտել բոլոր սարքերով։ Ահա եւ վերջ, դուք ստացաք հնարավորություն դիտելու հայկական ամենանոր, բազմաժանր եւ էքսկլյուզիվ ֆիլմերն ու հեռուստասերիալները մեկ հարթակում։ Դե ինչ, բարի դիտում։ Armflix, եղիր կոնտենտի թրենդի մեջ։ Շարունակում ենք ծրագիրը եւ զրույցը Արմեն Չիբոչյանի հետ։ Արմեն, Միացյալ Նահանգների նախագահի աներոջ որդին, բարձր ասած աներձակը Մոսկվայում է։ Փեսան։ Միգուցե դեռ Մոսկվայում է, չէ՞ երևի այս պահին։ Չէ, ասեցիք աներձակը չէ, Փեսան։ Իրա Փեսան աղջկա ամուսին։ Օ, ներողություն, այո, Փեսան, աղջկա ամուսինը։ Աղջկա ամուսին։ Այո։ Խնամու տղան։ Հա, Մոսկվայում էր Բույթկոֆի հետ, եթե չեմ սխալվում։ Ես այսօր կարդացի, որ երկուսով ճաշի են գնացել, իրենք պատտվել են Մոսկվայով, հետո ճաշի են գնացել, ընդհանուր բիլը կազմել էր, չգիտեմ, քանի հազար ռուբլի, մոտ $350։ Մտածես երկու հոգով
երևի ամենաթանկ ռեստորաններից մեկն են գնան, նորմալ գինա 350։ Ես ասեմ, այդպես չի, Մոսկվայում բավականին թանկ են գները, իրականում, այո, այդ 350, չգիտեմ, այդ ինչ գովազդ կամ հակագովազդ են արել, կամ այդ որտեղ կամ Երկու հոգով։ ասել են քիչ կգրեք։ Երբ որ ցույց ինչ լավ երկիր է Ռուսաստանը, ինչ էժան է ամեն ինչը։ Տեսեք, Պուտինը խափեփա ստախոս է, հորինում է անուններ, տեսեք, բանում Ղրղստանում ասում էր ինչ որ գոյություն չունեցող քաղաք է գրավել։ Լսեցիք Կամսամոլսկ քաղաքը։ Կամսամոլսկն ամուր է քաղաք ունեն, խառնվել էին իրար Ռուսաստանում։ Ասում են կարող եմ ես գրավել են խաբար չեք։ Ուրեմն ասում է որ գրավել են Կոմսոմոլսկ քաղաք, այդպիսի քաղաք չկա Ուկրաինայում։ Մոտակա քաղաքը Կոմսոմոլսկ անունով Պոլտավայի մարզում 200 կիլոմետր են կողմ։ Այսինքն ինչ որ անուններ է խառնում արդեն։ Ուրեմն մեր քլս TV-ները ես այսօրվա պես հիշում եմ, ամիս ու կես առաջ տալիս են, որ Ռուսաստանը Պոկրովսկը գրավել է։ Հայաստանի մամուլը տալիս է, որ Ռուսաստանը Պոկրովսկը գրավել է։ Պուտինը հեսա մի ամիսա Պոկրովսկը Կուպյանսկա վերցնում։ Ուրեմն Կուպյանսկը, Պոկրովսկը միջի հիմա մարտերի մեջ, ընդ որում Կուպյանսկում չէ, ես մոտարապես ինչ եմ ուզում պատկերացնել։ Ինչ եղավ մեր փեսայի գործերը Մոսկվայում ոնց էին։ Բացատրեմ, այսինքն տեսեք, ինքը այս բանակցություններից առաջ, այն որ երեգել մտել էր եթեր, չէ՞, զինվորական շոյերը հակել էր, մտել էր ինչ որ բաներ էր գրավել երևակայական։ Պատկերացրեք, 2 ամիս է իրանք հայտարարում են, որ արդեն ընդ որում 2 տարի ու կես էլ պայքարում են դրա համար։ Փոքր քաղաքի համար տարի ու կես կռիվ է գնում։ 2 ամիսը հայտարարում որ գրավել է ու ոչ հիշում եք լրագրողների էր հրավիրում ասում էր եկեք Պոկրովսկ նայեք չի գրաված չի մինչև հիմա մարտեր են Պոկրովսկում այո կամած առաջ են շարժվում մասսային գրողներով բայց մինչև հիմա մեծ զոհերով չեն կարողացել գրավել հիմա այսօր իրանք փորձեցին տես Տրամպի մոտ տպավորություն ստեղծել, բայց այս մեր գործերը այնքան լավ է, որ դուք պետք է այս պլանին մեր ասած պահանջ պայմանները ընդունեք եւ համաձայնվեք։ Պուտինը ներկայացրեց մի պլան, որը ըստ էության իրականացվող չէր, ինքը հուսով էր, որ Ուկրաինան կմերժի, ուկրաինացիները, եվրոպացիները կպան գործին շատ արագ, փոխեցին, սարքեցին, իդեպ ասում 19 չի, այսօր Զելենսկին հայտարարեց 20 կետանոց պլան է դարել։ Եվ բանակցությունների արդյունքում այսօր Ուշակովը հայտարարեց, որ չի հաջողվել հասնել կոմպրոմիսի եւ հանդիպում Զելենսկու եւ Պուտինի միջև չի նախատեսվում։ Կոմպրոմիսի հասնել չի հաջողվել։ Չէր լինելու այդ կոմպրոմիսը, որովհետեւ ի սկզբանե պարզ էր, որ այս պլանը մշակվել էր նրա համար, որպեսզի Ուկրաինան մերժի։ Վատագույն դեպքում որովհետև տեսեք, այս պլանի մեջ կային կետեր, հստակ 28 կետանոց պլանի մեջ, որոնք Ռուսաստանին ձեռնտու չէին։ Այսինքն ինքը չէր կարող գնալ մեծ հաշվով այդպիսի զիջումների, որովհետև դա ըստ էության ռազմական օպերացիայի, հատուկ ռազմական օպերացիայի տապալում էր, ոչ մի նպատակ չէր իրականացվում, բայց չարյաց փոքրագույնը կարող լիներ իրանց համար վատ երազը, այսինքն տենց վատ տարբերակով, որտեղ էլի եմ ասում, տեսեք, իրենք ունեն լուրջ խնդիրներ իրականում։ Իրանք այսօր Արմենը հենց այստեղ կներես հարցնամ։ Ես էլ եմ կարծում, որ Ռուսաստան ունի լուրջ խնդիրներ պատերազմը շարունակելու, ֆինանսական, տնտեսական, բայց դեպքում ինչու ամբողջ Եվրոպան Իրանից վախենում։ Եթե ինքը մի Ուկրաինա աղետ չի կարողանում գա, մի ամբողջ ՆԱՏՕ-ի հետ ո՞նց է կռիվ տալու Ռուսաստանը։ Ասեմ ինչի է վախենում Եվրոպան, որովհետև Եվրոպան ընդհանրապես տարիներ շարունակ ոչ մի բան չի արել, ոչ մի չի կրվել, բանակ չունի։ Դուք մի հատ ուշադրություն դարձեք, Ֆրանսիան մի հատ լեգիոն ունի, ֆրանսիական բանակը 200,000, բրիտանական բանակը ինչ որ 200,000, 250,000-ի շրջանակում են, պատկերացնում եք 70-60 միլիոնանոց պետությունները Հայաստանի չէ բանակ ունեն, Հայաստան չէ, լավ ասեք, Ադրբեջանի չէ բանակ ունեն կոպիտ ասած։ Ոնց կարա այդպիսի բան լինի։ Դու չես կարա 200,000, այն էլ ընդհանրապես այս նոր պատերազմների պատրաստ չեն, դուք գիտեք, չէ՞ հիմա ինչա կատարվում, Եվրոպայում հախուռը սկսել են նոր հանոթաչու արտադրել։ Գերմանացիները ինչ որ բան են անում, ընդ որում բավականին բարդ process է գնում։ Արմեն, այստեղ մի փաստ էլ կա, որ շատ են իրենք հույսը Միացյալ Նահանգների վրա դնում։ Այո։ Եվ Թրամփը դա բացահայտեց։ Այո։ Եվ Թրամփ հենց այդ է Միացյալ Նահանգները այս ամբողջ պատմության մեջ ես ինչի բերեցի Մանդոնի եւ ոչ միայն հիշում եք Ջեյ Դի Վենսն էլ այդ մասին ասել։ Այս գիծը գնում է, որ Թայվանը կարող է 27-ը Սի Ցզինպինը Պուտինի պես ունի։ Երբ որ թվին ավերջանում այդ պայմանագիրը։ Որը։ Տայվանի հետ։ Չէ, պայմանագիր չկա, հարցը դա չի։ Սի Ցզինպինը օֆիցիալ դա Չինաստանի տարածք է, բոլորը ճանաչում են, բայց ասում են դու չես կարող մտնես գրավես, հա։ Սի Ցզինպինը Պուտինի պես գաղափար, ոնց որ Պուտինը Ուկրաինան է ուզում վերցնի։ Անենց էլ Սի Ցզինպինը ուզում է Տայվանը գրավի, հա։ Տայվանը օֆիցիալ համարվում է Չինաստան, միջազգային բանով, բայց Տայվանը ինքն իրան դիրքավորում է, ինքնավար։ Այսինքն ինքնավար Չինաստանի կազմում, իրանք դրան համաձայն, ասում են մեզ մի կապի։ Բայց կարծեմ թիվ կամ չէ երբ ալինելու
հետո Չինաստանի Չէ, արդեն տրվել է, արդեն բանա, ճանաչվել է, այդ եթե չեմ սխալվում, նախորդ դարի 70-ականներից Ամերիկան փոխեց քաղաքականությունը եւ ճանաչեց Թայվանը Չինաստանի կազմում։ Այդտեղ այդպիսի բան չկա, այսինքն գլոբալ հիմա ուղղակի ուզում է ենթարկացնի Սի Ցինպինը, որ Ամերիկան դեմա, Ճապոնիան դեմա, որտեղ Ճապոնիայի համար Թայվանը շատ կարևոր ռազմավարական դիրք ունի, եւ եթե Ճապոնիան, եւ եթե Չինաստանը մտնի Թայվան, Ճապոնիան էլ կարող է միջամտել, հասկանում եք, այսպիսի խնդիր կա։ Եվ դա վերածվելու է Ասիայում ահռելի մեծ պատերազմի։ Եվ հենց այդ են բացատրում Թրամփի այս քաղաքականությունը, որ Եվրոպային ասում են դուք զինվեք, որովհետև մենք կենտրոնանում ենք Ասիայի վրա։ Մեզ համար Հնդկա խաղաղօվկիանոսյան ռեգիոնն է շատ կարևոր։ Եվ Սի Ցինպինը, երբ որ մնաց իշխանության, դեպ ասեմ, իր գլխավոր նպատակը Իրան թողնելու, հենց այդ իր գլխավոր խոստումը Թայվանը վերադարձնելն է։ Եվ ենթադրություններ կան, հետախուզություններ ասում են, որ դա լինելու է 27 թվականին։ Եվս 2 տարի։ Այո, եւ հիմա Եվրոպան հախուռն սկսել է նոր անօթաչու, իսկ եթե դու օդից պաշտպանված չես, իսկ Ռուսաստանը Ուկրաինայի պատերազմի պատճառով վատ, լավ, բայց ինքը հիմա այսօր իրականում ունի անօթաչուների արտադրություն, այո, եւ առավելություն ունի։ Տեսնում եք, մտնում են եվրոպական տարածքներ եւ նոր եվրոպացիք մտածում են, որ պետք է մի բան մտածել, որ դրանց ադրբեջանցիք էլ օգտվեցին դրանից շատ լավ պատերազմի ժամանակ։ Այո։ Շնորհակալություն։ Այո, մենք Վենեսուելայից չխոսեցինք, բայց հիշենք վաղը խոսենք Վենեսուելայից։ Վաղը խոսենք Վենեսուելայից։ Իսկ հիմա ցտեսություն ինչ վաղ։ Հաջողություն։